Այսօրվա մեր հյուրն է իմ ամենասիրելի բժիշկներից մասնագետներից մեկը, բժիշկ Նյարդաբան Աբրահամյան Սարգիսը, կլինիկայի հիմնադիր եւ հրաշալի մասնագետ, հրաշալի բժիշկ։ Հարգելի գոլեգաներ, բարև ձեզ։ Բարև ձեզ Սարգիս։ Շնորհակալություն հրավերի համար, ուրախ եմ հյուրընկալել ձեր ոդկասթին։ Հուսով եմ այսօր կունենանք հետաքրքիր զրույց նյարդաբանության, ռադիոլոգիայի վերաբերյալ եւ ոչ միայն։ Այո, եւ ոչ միայն։ Սկսենք նրանից, պատմեք մի քիչ նեյրոկլինիկի մասին։ Նեյրոկլինիկը նոր կլինիկա է Երևանում, Հայաստանում։ Իմ մասնագիտական ուղին անցել է Բերլինի աշխարհահռչակ Շարիտե համալսարանական կլինիկայում։ Մի հատ էս բա խնդրում եմ, որ ֆիքսենք ժողովուրդ ջան, որ Սարգիսը Գերմանիա սովորած, Գերմանիայում աշխատած, բայց էս բահի պրոֆեսիոնալ եկել է Հայաստան, որ օգնի մեր հայ ազգին։ Խնդրում եմ մի հատ պատմեք ձեր մասնագիտական ուղու մասին, հետո նոր խոսենք։ Մասնագիտական ուղին անցել է Բերլինի Շարիտե համալսարանական կլինիկայում եւ Մագդեբուրգի քաղաքային հիվանդանոցում եւ ես առիթ եմ ունեցել աշխատելու աշխարհահռչակ մասնագետների հետ, որոնցից ձեռք են բերել բավական հսկայական փորձ։ Ոնց էին ասում են գերմաներեն են ֆայով բառը ձեր որ ֆյուր նոյրոլոգի։ Դա նշանակում է, որ տարիներ շարունակ 5 տարի պետք է անցնես այդ ամբողջ փուլերի միջով եւ տիրապետես որոշակի մասնագիտական հմտությունների, որպեսզի կարողանաս ինքնուրույն զբաղվել պացիենտով, այսինքն նյարդաբանը Գերմանիայում եւ Հայաստանում մի փոքր տարբեր է, քանի որ պարտավոր է տիրապետել ողջ գործիքային հետազոտություններին, կատարելու 3000 EEG հետազոտություն, 3000 էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություններ։ Այսինքն դուք անձամբ էլեկտրոնեյրոմիոգրաֆիա կատարում եք։ Այո, գերմանական մոդելով, որպես նյարդաբան պարտավոր է նաեւ բոլոր գործիքային հետազոտություններին տիրապետելու 5 տարին անցնելու, որոնցից մի տարին պետք է պարտադիր լինես հոգեբուժարանում, որպեսզի իրավունք ստանաս ինքնուրույն բժշկական գործունեություն ծավալել։ Սարգիս ջան, դուք էմերտել կնայեք էլի։ Մենք դրանք անդրադառնանք, բայց մենք աշխատում ենք շաբաթը մի անգամ։ Մասնագիտական հենց նյուանսներից մեկն է, որը կա Գերմանիայում, նյարդաբանը դու պարտավոր ես տիրապետել կատե հետազոտության, կատե անգիոգրաֆիայի, նայել ինքնուրույն MRT հետազոտությունները եւ քննարկել գոլեգաների հետ անդրադառնանք դրան նկարները։ Շատ կարևոր թեմա է ու շատ ժողովուրդ ամենասկզբից ասեմ, որ շատ հարմար է Սարգիսի հետ աշխատել ու Սարգիսի թմի բոլոր մասնակիցների, այսինքն բոլոր անձանց հետ աշխատել, քանի որ իրանք աշխատում են ռադիոլոգի հետ, այլ կլինիցիստների հետ եւ շատ համերաշխ է լինում այդ աշխատանքը եւ ինչպես ես բազմիցս նշել եմ, այդ աշխատանքի շնորհիվ մենք կարողանում ենք դուրս բերել ճիշտ դիագնոզը մարդու ու քանի տենց դեպք ա եղել ձեր մոտից եկած, իսկ ասեմ սիրելի հետևորդներ, որ այդ դեպքերը շատ բարդ են, այսինքն Սարգիս ջան։ Ես ձեզ համար դարձել եմ գլխացավանք։ Շատ կոպիտ է այդպես հաճելի գլխացավանք, քանի որ մենք համ սովորում ենք ձեզանից։ Այո, շատ հետաքրքիր։ Ինչքան кейսեր ենք արդեն իրար հետ ունեցել, որ չհամաչենք նշենք, որ մենք առաջին անգամ ենք տեսնում չենք առնչվել այդպիսի кейսերի հետ։ Իրականում դա հենց կայանում է թիմային աշխատանքի կարևոր հիմնասյուներից մեկը, երբ համագործակցության տարբեր մասնագետների բուժառուի համար դրվում է ախտորոշում եւ դա թիմային աշխատանքի շնորհիվ է կատարվում։ Նեյրոկլինիկը եւ MRT կլինիկը հանձնում են գործընկերներ եւ այդտեղ հենց կարեւոր էր ինձ համար ունենալ այնպիսի թիմ եւ մասնագետներ, որոնց ես ինքս կվստահեի եւ մենք Հայաստանում ներդրեցինք միասին առաջին մոդելը նեյրոռադիոլոգիական քննարկումների, երբ նկարները, որոնք արվում են MRT պատկերները, շաբաթը 1-2 անգամ ձեզ հետ միասին նեյրոկլինիկում քննարկում ենք տվյալ նկարները, արդյոք տվյալ օջախը համապատասխանում է տվյալ բուժառուի կլինիկային եւ դրանից հետո որոշվում է հետագա բուժման ստրատեգիան։ Այդ ես մի քիչ մանրակրկիտ պատմեմ, որովհետև իրոք իսկապես մենք ունենում ենք board, հանդիպում են նեյրոկլինիկի թիմը MRT կլինիկի նեյրոռադիոլոգի ինձ հետ Հանձինե Շուշանի Գրիգորյանի ու իսկապես շատ հետաքրքիր ու միանշանակ դա իօգուտ պացիենտի է, բայց համ էլ իօգուտ մեզ է, որովհետև այդ հնարավորությունը, որ միասին անում ենք այդ դիագնոստիկան, միասին դուրս ենք գալիս ինչ որ ընդհանուր հայտարարի, հետևում ենք հետագա follow-up-ին պացիենտների,
այդ շատ հետաքրքիր աշխատանք է ու ես համ խորհուրդ եմ տալի մյուս կլինիկաներին, մյուս նեյրոռադիոլոգներին այդ ուղին ընտրել, որովհետև այն ինչը որ մենք հետո ենք ունենում, հետո ենք տեսնում, միանշանակ համ որպես մասնագետներ մեր համար է լավ, համ իհարկե պացիենտի համար է լավ։ Արդյունքը միանգամայն երևում է էլի ու շատ շնորհակալություն ձեր կլինիկային, որ դուք այդպես եք աշխատում, համ մեր համար, համ պացիենտների համար, որովհետև մենք ձեր պացիենտներին իրենք տեսնում ենք արդյունքը, թե դուք ոնց եք բուժել, էլի։ Իսկականից ոնց որ ես շատ եմ հիանում նեյրոկլինիկի հենց հիմնադրման գաղափարախոսությունը հենց դա էր ստեղծել գերմանական մոդել Հայաստանում եւ ստեղծել մի կենտրոն, որտեղ ներդրված են միջազգային չափանիշներ, որոնք համապատասխան են Գերմանիայում գործող լավագույն նյարդաբանական կլինիկաներին։ Այսինքն մենք մեկ հարկի տակ ունենք բոլոր նյարդաբանական գործիքային հետազոտությունները, այսինքն բուժառուն գալով նեյրոկլինիկ կատարվում է առաջնային զննում, կան բոլոր գործիքային հետազոտությունները եւ MRT հետազոտության ուղղորդումը կատարվում է միայն առաջնային զննումից հետո եւ հստակ հարցադրումով, երևի մեր միասնական աշխատանքի շնորհիվ ինքները տեսել Ես դա ասեմ, որ երբ որ գալիս է այն պացիենտը, որ ուղղորդվել է նեյրոկլինիկից, ես հստակ ունեմ Սարգիսի կողմից գրված այդ, այսպես ասած, ֆայլը, որտեղ որ մանրակրկիտ, այսինքն կոպիտ ասած, ես այլևս կարիք չեմ ունենում պացիենտի հետ նույնիսկ խոսել, որովհետեւ ամբողջությամբ պացիենտի անամնեզը, նախնական ախտորոշումը, ցուցումը, թե ինչ է պետք տվյալ դեպքում նյարդաբանին, ամբողջությամբ իրենք ինձ ուղարկում են ու շատ կազմակերպված, շատ հարմար ու շատ կազմակերպված աշխատանք է կատարվում, որովհետև միշտ գիտենք պացիենտի հետ խոսելը ինչքան դժվար է, անամնեզ հավաքելը ինչքան դժվար է, everybody lies իրականում մեր հասարակության մեջ ընդունված է այդ մոտեցումը, որ առանց նյարդաբանի կամ առանց նեղ մասնագետի այդ խորհրդատվության անմիջապես իր նախաձեռնությամբ գալիս են MRT-ի։ Այո, քանի որ գալիս է ենթադրենք ոտքի թուլությամբ, կատարելով նյարդաբանական զննում, շատերը զարմանում են, նայում ես գանգուղեղային նյարդերը, նյարդաբանական զննումամբ, ասում է բժիշկ ջան, ոտս է թույլ, ինչ ես աչքերի շարժումները նայում, քանի որ կան գլխուղեղում պրոցեսներ, այդ թվում նաև ուռուցքային պրոցեսներ, բորբոքային պրոցեսներ, որոնք կարող են արտահայտվել միայն ստորին վերջույթի, ընդհանրապես մի ոտքի թուլությամբ եւ կախված դրանից մենք կոնկրետ հարցադրումով ուղղորդում ենք MRT հետազոտության, սպասելով թե ինչ պատասխան ենք ստանալու։ Իդեպ MRT հետազոտության իրանք ուղղորդում են, ես էլ ասեմ, երբ որ ես առաջի անգամ գնացի նեյրոկլինիկ, այդ պահն էլ ինձ շատ գրավեց, որ Սարգիսը անձամբ անում է համ EEG, համ ENMG, համ նեյրոսոնոգրաֆիա, այսինքն ամբողջ սպեկտրը նյարդաբանական ինքը վերցնում է իր վրա ու արդեն MRT-ի ուղղորդված պացիենտը ունի այդ որոշակի նախնական ախտորոշումները անալիզներն են ինչքան գիտեմ դուք բավականին մեծ սպեկտր ունեք, որոնք որ Հայաստանում չեն իրագործվում, բայց Շարիտեի հետ համագործակցությամբ կարողանում ենք մենք այնպիսի ցուցանիշներ ստուգել, որոնք ոչ դրանք օրինակ գենետիկ մուտացիաներն են, չէ՞, ենթադրում եմ կամ օրինակ մեր մոտ բացակայում էր ողնուղեղային հեղուկում կային որոշակի հետազոտություններ եւ մեթոդներ եւ գործընկեր լաբորատորիաների հետ ներդրվեց նաեւ այդ հետազոտությունը, քանի որ մեր հասարակության մեջ կցանկանամ նշել, որ վախենում են այդ լումբալ պունկցիա կոչված հետազոտությունից, սակայն ես էլ կվախենայի։ Եթե խոսում ենք գրագետ նյարդաբանական ծառայությունների մասին, առանց ողնուղեղային հեղուկի կան հիվանդություններ, դու չես կարող ունենալ ախտորոշում։ Որոնցից են օրինակ բորբոքային, ցրված Նույն սկլերոզ։ ցրված սկլերոզի հետ կապված, իհարկե ցրված սկլերոզը դա բացառման ախտորոշում է, պետք է բացառես մի շարք հիվանդություններ, ռևմատիկ հիվանդություններ, վասկուլիտներ եւ վերջիվերջո հանգես ցրված սկլերոզ ախտորոշմանը, ինչպես նաև պոլինեյրոպաթիաները, ծայրամասային նյարդերի ախտահարումը, այդտեղ եւս անհրաժեշտ է լինում ողնուղեղային հեղուկի հետազոտություն։ Այսինքն, եթե որպես կլինիցիստ բժիշկ ուզում ես տեսնել օրգանիզմի պատկերը, ինչ ես անում, արյան հետազոտություններ, մի շարք քննություններ, իսկ նյարդային համակարգի բորբոքային պաթոլոգիկ պրոցեսների մասին, որպես նյարդաբան անհրաժեշտ է լինում այդ ողնուղեղային հեղուկը, որպեսզի տեսնես այնտեղ կան բորբոքային փոփոխություններ կամ նույն աուտոիմուն հիվանդությունները, աուտոիմուն էնցեֆալիտները, դրա ժամանակ ողնուղեղային հեղուկը
անխուսափելի է, որտեղ փորձում ես փնտրել հակամարմիններ եւ հասնել ճիշտ ախտորոշման։ Իդեպ սկզբում նշեցինք, որ գործ ենք ունենում շատ, այսպես ասած, հազվագյուտ кейսերի հետ ու սա էլ է բացատրում են, որ այս մանրակրկիտ հետազոտման սպեկտրը, քանի որ շատ մեծ է, կարողանում ենք այդ ախտորոշումները դնել։ Այ որ ասեցիր էլի ցրված սկլերոզի մասին շատ եմ ուզում այդ թեմայից խոսամ, որովհետեւ շատ են մեր кейսերը ցրված սկլերոզի, այսինքն այդ հիվանդությունը աճում է ու շատ վատ է, որ երիտասարդների մոտ է ինքը հիմնականում էլի, ոնց որ մանիֆեստացիան երիտասարդ տարիքում ենք արդեն մենք տեսնում, կուզենայի որպես նյարդաբան ներկայացնես այդ հիվանդությունը ու ոնց եք դուք բուժում, ոնց եք կանխարգելում էլի։ Ցրված սկլերոզը հանդիսանում է իմ նեղ նյարդաբանության մեջ նեղ մասնագիտացումը, իմ դոկտորական աշխատանքը հենց վերաբերվում էր ցրված սկլերոզին եւ Էպշտեյն-Բար վիրուսին։ Դա հանդիսանում է քրոնիկ աուտոիմուն բորբոքային հիվանդություն, ինչ է դա նշանակում, երբ սեփական իմունային համակարգը օտար է ճանաչում իր իսկ նյարդային բջիջներին եւ առաջացնում է բորբոքային օջախներ գլխուղեղում եւ ողնուղեղում։ Իրականում նյարդաբանության մեջ ցրված սկլերոզը համարվում է խամելիոն, որը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, սկսած քրոնիկ հոգնածություն, տեսողության անկում, ուժի նվազում որևէ վերջույթում։ Ինչքան է լինում, որ պատահական, ասենք, ոչ համապատասխան գանգատ է լինում կամ տեսողության վատացում, երիտասարդ այնքան տղաներ են, աղջիկներ են նայում, ուղղակի Սարգիս ջան, տեսողության վատացում։ Ամենակարևորը, նայեք, ինձ կարևոր է որպես նյարդաբան, որպեսզի շատ հաճախ տեսնում եմ MRT հետազոտություններ, որտեղ գրված է ցրված սկլերոզ ախտորոշումը, դա ռադիոլոգիական տեսակետից համարվում է ոչ գրագետ մոտեցում, քանի որ ինձ որպես նյարդաբան անհրաժեշտ է նկարագրել այն process-ները, որոնք կան ենթադրեն գլխուղեղում, բորբոքային փոփոխությունները, իսկ ախտորոշումը ցրված սկլերոզի դա արդեն նեղ մասնագիտական ախտորոշում է, որը պետք է համադրել կլինիկո-լաբորատոր տվյալների հետ, ողնուղեղային պունկցիա, օջախների տեղակայում, բացառելու այլ process-ները, ինչպես քիչ առաջ նշեցի, նույն վասկուլիտները, այսինքն անոթաբորբերը կամ ռևմատիկալ հիվանդությունները կարող են ունենալ նման դրսևորումներ եւ կատարելով այդ ամբողջ հետազոտությունները դու իրավունք ունես որպես նյարդաբան դնելու ցրված սկլերոզ ախտորոշումը։ Կամ կարա դեմիլիզացիոն process-ը, բայց հենց ցրված սկլերոզ չլինի։ Մի մեջբերում եմ ուզում անում ռադիոլոգների համար, այսինքն եթե դուք առաջնային տեսնում եք ինչ-որ ցրված սկլերոզի նման օջախներ, դուք իրավունք չունեք գրելու ցրված սկլերոզ։ Նյարդաբանի ասածը ամբողջությամբ պետք է։ Այսինքն դուք գրում եք օջախային փոփոխություններ հավանաբար դեմիլիզացնող բնույթի եւ դուք պետք է գնաք դինամիկայի կլինիկա-լաբորատոր հետազոտության հետ համադրման եւ նյարդաբանի խորհրդատվության արդեն երկրորդ անգամ երբ որ մարդը եկել է եւ դուք խոսացել եք Զարայանյան նյարդաբանի հետ եւ դուք տեսել եք օջախների շատացում կամ ինչ որ փոփոխություն այդ օջախների այդ ժամանակ դուք կարող եք փակագծում գրել որ հնարավոր է դեմիլիզացիոն process-ը լինի ցրված սկլերոզ որովհետեւ շատ ժամանակ օրինակ Շուշանի քո кейսը լայմի հիվանդության ինչ նման է ցրված սկլերոզի երբ որ ուրիշ մասնագետներ այդ մարդուն դիագնոզել էին ցրված սկլերոզ, հենց MRT բուժիչը դիագնոզել էր ցրված սկլերոզ, ինքը ստանում էր այդ բուժումը, բայց ինքը չուներ որպես այդպիսին ցրված սկլերոզին բնորոշ կլինիկա բնորոշ գանգատներ ու ուներ մի հատ շատ հետաքրքիր անամնեզ, որ վերջին 6 ամիս անց էր կացրել Աֆրիկայում ու իր մոտ ախտորոշվեց հետագա կլինիկա-լաբորատոր քննություններով ախտորոշվեց բորելոզ կոչվածը լայմի հիվանդություն։ Եվ դա շատ կարևոր է ախտորոշումը ճիշտ ախտորոշում ունենալը, քանի որ թերապիան ամբողջապես տարբերվում է։ Այսինքն ցրված սկլերոզ ունեցող պացիենտները, եթե ունեն սուր գրո, նոր օջախներ, դա բարձր դեղաչափով հորմոնային պրեպարատներն են։ Եվ երկրորդ փուլը արդեն իմուն մոդուլացնող կամ իմունսուպրեսոր դեղամիջոցներն, այսինքն իմունային համակարգի վրա ազդելով կանխարգելում է հետագա օջախների առաջացումը, իսկ նույն այդ լայմի հիվանդության բորելոզի ժամանակ, որը հակաբորբոքային անտիբիոտիկներով բուժման է ենթարկում եւ այդքանով բուժառուն համարվում է թերապիան ավարտած եւ կարիք չի ունենում ամբողջ կյանքի ընթացքում ստանալ այդ իմունսուպրեսոր իմուն մոդուլացնող դեղամիջոցները Մի մեջբերում էլ անեմ հատուկ ռադիոլոգների համար շատ կարևոր են դիլեյ ֆազաները, այսինքն ցրված սկլերոզը ախտորոշվում է միայն ու միայն կոնտրաստ նյութի կիրառմամբ, այն օրը դեպք ենք ունեցել Շուշանիկն է ինձ պատմում 15 րոպե հետո է դիլեյը, հա, դե բարձա ձեր դեպքը պետք է, ինչքան բարդ դեպք է լինում, ձեր մոտից է գալիս Սարգիս ջան։ Ամեն դեպքում 15 րոպե հետո անում է կոնտրաստի կրկնություն, այսինքն delay ֆազա ենք մենք ստանում, ուշացած ֆազա ենք ստանում, եւ այդ բոլոր օջախները, որոնք չէին լցնում,
սկսում են լցնել ինտենսիվ։ Կեսներ, ով դիաբետ ուներ, եւ հիշողության դրա համար ես նշեցի, որ ինքը տարբեր դրսևորումներ տվյալ բուժառուն եկել էր, միայն գանգատվում էր հիշողության հետ կապված կենտրոնացման։ Այսինքն ինչքան բաց թողում կարա լինի, եթե չունենանք օրինակ ճիշտ ֆազաները, նույն ձևով, երբ որ դուք մեզ ուղղորդում եք, որ մենք ցրված սկլերոզ պետք է նենք, մենք արդեն գիտենք, որ ծրագրերով պետք է գնանք։ Եթե դուք մեզ չզգուշացնեք դրա մասին, փաստացի կարող է որոշ ծրագրեր չդրվի եւ ինչ որ ձևով բաց թողում կարող է լինել, էլի։ Ես ոչ միայն մեր մասին եմ ասում, այլ ընդհանուր ռադիոլոգիայի, որ ինչքան կարևոր է, թե ինչ ցուցումով է եղել այս մարդ ռադիոլոգիա։ Նույն ձևով դուք հազար ներողություն էլի, օրինակ գրում եք, ականջում խշշոց ունի կամ չգիտեմ, օրինակ վեստիբուլոպաթիա ունի, մենք այդ ժամանակ միշտ կիրառում ենք Fiesta ծրագիրը GE սարքի վրա, CIS ծրագիրը Siemens սարքի վրա, այսինքն մենք նայում ենք գանգուղեղային նյարդերը։ Եթե մենք դրա մասին չիմանանք, հարգելի պացիենտներ, եթե մենք դրա մասին չիմանանք, մենք կարող է չդնենք հավելյալ ծրագրեր, որոնք դրանք հիմնական պրոտոկոլի մեջ չեն, էլի, ու շատ ժամանակ մենք կարող ենք բաց թողումներ ունենանք։ Դրա համար ամենակարևոր բանն է դուք ճիշտ պատմեք ձեր գանգատները եւ շատ կարևոր է, որ եթե դուք ունեք ականջներում խշշոցներ եւ սուլոցներ, մի հատ գաք մեզ ասեք դրա մասին, որովհետեւ դա ստանդարտ գլխի պրոտոկոլի մեջ չի մտնում։ Մենք պետք է հավելյալ ծրագրեր դնենք։ Իսկ ամենակարևորը, ամենալավ մոտեցումը կլինի այն, որ մի հատ մոտենակ նեղ մասնագետի, հետո նոր մեզ մոտ, որովհետեւ շատ ժամանակ էլի եմ ասում, կարող է ոտքի ցավի ժամանակ, ինչպես ասաց բժիշկ Սարգիսը, ձեզ պետք կլինի գլխուղեղ հետազոտել։ Շատ շնորհակալություն, կներեք ուղղակի Նակիպելը։ Ստացի ցրված սկլերոզի հետ կապված մենք այդպիսի քեյսել ենք ունեցել Սարգիսի հետ, որ չուներ պացիենտը որպես այդպիսին դրան բնորոշ գանգատ, ուներ օջախներ, որոնք որ կոպիտ ասած քնած էին, եւ կոնկրետ իր բուժման հետ կապված որոշվեց, որ հետագա follow-up պետք է անենք, այսինքն իմ ասած այնա, որ այնպես չի էլի այդ դիագնոզը MRT-ի կողմից դրվում է, նյարդաբանի կողմից դրվում է, այնպես չի միանգամից անցվում է այդ բուժման ու պրեպարատների, երբեմն առավելությունն է այս համագործակցության, նյարդաբան եւ ռադիոլոգ, եւ շաբաթը 1-2 անգամ գալիս ես, քննարկում ես այդ MRT պատկերները եւ որոշում ես կայացում ստրատեգիկ առումով, թե ինչպես շարունակես քո հետագա բուժումը, անցնել բուժման, թե անցնել դինամիկ հսկողության, քանի որ ինքներդ նաեւ ձեր փորձից ելնելով մարդ գալիս է MRT-ով ունենում է օջախներ կոնտրաստ չհավաքով, որ ռադիոլոգիական իզոլացված սինդրոմ տեսականորեն կարող է լինել եւ տվյալ պարագայում ցուցված չէ իմունային համակարգի վրա ազդող դեղամիջոցների կիրառում, ուղղակի անցնում ես follow-up-երի պարբերականությամբ հսկելով, եթե օջախների քանակը ավելանում են կամ ունենում են կլինիկական դրսևորումներ, տվյալ փուլում նոր անցկացվում է, արդեն որոշում է կայացվում դեղորայքային միջամտության։ Եվ շատ կարևոր մի հանգամանք, որը կուզեմ օգտվել առիթից եւ ներկայացնել, գալիս են պացիենտներ, որոնք ունեն դեմիելիզացնող հիվանդություն, որոշակի պարբերականությամբ ստանում են հորմոնային պրեպարատներ, որը իրականում ապացուցողական բժշկության մեջ տեղ չի զբաղեցնում։ Ես դրան եմ ուզում բերեմ, որ այո, կան այդ սուր փուլում, երբ որ հրդեհ է, պատկերացրեք անտառում հրդեհ է, առաջինը պետք է այդ հրդեհը մարվի, որը այդ մեթիլպրեդնիզալոնային թերապիան է, եւ երկրորդը պետք է կանխարգելել այդ նոր հրդեհների առաջացումը, որոնք այդ 17 պրեպարատներն են, որոնք թույլատրված են միջազգային ուղեցույցներով, եւ բուժառուները պետք է երկարատև այդ թերապիաները ստանան։ Այսինքն բուժառուների համար կարևոր է նաև ճիշտ մենեջմենթը, ինչպես կվարես այդ հիվանդությունը։ Ամենաերևի թե կարևորն է։ Որտեվ գալիս են բուժառուներ անվասայլակում արդեն, ասում են փորձեք օգտակար լինել, օգնել ինձ, բայց մի պահ կա, եթե դու բաց ես թողում այդ ճիշտ թերապիան, ճիշտ մենեջմենթը, դու այլևս չես կարողանում այդ կորցրած հյուսվածքները վերականգնել, որտեվ ցրված նշանակում է տարբեր տեղակայման եւ սկլերոզ, այդ բորբոքումը հետագայում ենթարկվում է սպիացման սկլերոզի։ Բայց եկեք ճիշտը խոսանք Եվ կուզենամ ասեմ, որ ցրված սկլերոզը որևէ կապ չունի հիշողության, կորստի հետ, դեմենցիաների հետ, որտեղ գալիս են երիտասարդ մարդիկ, ասում են իմ հիշողությունը կպահպանվի, այո, հիշողության հետ խնդիր չի առաջացնում ցրված սկլերոզը, սակայն առաջացնում է լուրջ հենաշարժողական խնդիրներ եւ երիտասարդների հիվանդություն է ցավոք սրտի։ Ամենացավալին դա է, էլի, որ հիմնականում ինքը երիտասարդներին է ախտարում, ու ամենաշատը ախտարում է աղջիկներին, բայց ես շատ երիտասարդ տղաներ եմ ունեցել, որ ուղղակի տենց պատահական հայտնաբերվել է ցրված սկլերոզ։
MRT ոդկասթի գործընկերն է MRT կլինիկը։ 3 տեսլահզոր MRT սարք, փորձառու բժիշկ ռադիոլոգներ, պատասխանները տրամադրվում է ընդամենը 1-2 օրում։ Ամենամատչելի արժեքը գործում է նաև պետպատվեր, սոցիալական փաթեթ եւ ապահովագրություն։ Ձեր MRT-ն MRT կլինիկում։ Հասցեն Հալաբյան 9/7։ Իսկ ուզում հասկանամ ինչ որ նախատրամադրող պայման կա, որ այս հիվանդությունը գլխի է գալիս։ Նայեք, ցրված սկլերոզը հանդիսանում է ինչպես աուտոիմուն հիվանդություն, որտեղ պատճառագիտության մեջ կապ ունեն ժառանգական նախատրամադրվածություն, ինչպես մնացած այլ հիվանդությունների կապակցությամբ, վիտամին D-ի պակասը, ծխելը, եւ իմ գիտական աշխատանքը վերաբերում է Էփշտեյն-Բարր վիրուսին եւ ցրված սկլերոզին։ Բոլոր ցրված սկլերոզ ունեցող պացիենտները տարիներ առաջ առնչություն են ունեցել այդ Էփշտեյն-Բարր վիրուսի հետ, այսինքն չկա մի բուժառու, ուղղակի շատ բայց կներեք էլի ես համ հերպես ունեմ, Էփշտեյն-Բարր վիրուս ունեմ, որի մոտ չհայտնաբերվեն հակամարմիններ, շատ հաճախ գալիս են բուժառուները, ցույց են տալի Էփշտեյն-Բարրի PCR հետազոտությունը, ասում են ես չունեմ Էփշտեյն-Բարր, խոսքը չի գնում սուր ինֆեկցիայի մասին, PCR-ը որոշում է սուր ինֆեկցիան, այլ այնտեղ անհրաժեշտ է հակամարմինները ստուգել, իմունոգլոբուլին M-ը, G-ն, որը թույլ է տալիս կրած։ Քեզ լսում եմ, ես եմ վախեցա, որովհետև ես եմ որ սա կրիտերիաների տակ մտնում եմ, то есть ես հերպես ունեցել եմ, ու ունեցել եմ վիտամին D-ը ցածր է, բոլորի վիտամին D-ն ցածր է, էլի Երևանում, չեմ պատկերացնում էլի, որ Իրականում ես վիտամին D երբեք որևէ բուժառույթ չեմ ստուգում։ Հա, դե բոլորին է ցածր է։ Բոլորին ցածր է, որ ինքը որևէ թերապևտիկ գլոբալ առումով ազդեցություն կամ կապ հիվանդության ընթացքի հետ չունի, դա բոլորի մոտ ցածր է։ Հիմա սովորական երևույթ է, չէ՞ որ բոլորս վիտամին D ենք խմում եւ մեր այսպես ասած պատահական պարբերաբարներում ունենք վիտամին D։ Կստացի ես մի հատ հետաքրքիր кейս հիշեցի, ես ունեմ աղջիկներ, զույգ քույրեր են 14 տարեկան ոնց որ զույգ քույրեր են, երկուսն էլ ցավոք ունեն ցրված սկլերոզ, կլինիկորեն եւ ռադիոլոգիորեն ախտորոշված, ու այնքան հետաքրքիր է, երկուսի օջախներն էլ կարծես նույն տեղերում լինեն, հա, իրանք զույգ քույրեր են իրար նման ու երկուսի կոպիտ ասած ուզում եմ առիթից օգտվելով տվյալ բուժառուներին ասել, որ ցրված սկլերոզը վախենալու հիվանդություն չէ, սակայն կառավարելի հիվանդություն է, եթե ճիշտ մենեջմենթ արվի, ճիշտ բուժում կազմակերպվի, հնարավոր է շարժունակությունը տարիներ շարունակ պահպանել հիանալի մարտահրավեր։ Բայց պետք չէ հետաձգել, պետք է միանգամից դիմել նյարդաբանի։ Քանի որ արդեն ախտորոշված եւ բուժման process-ի մեջ գտնվող մարդկանց մենք ըստ կլինիսիստի ցուցման 6 ամիսը 1 կամ տարին 1 անում ենք այդ follow-up-ը, մենք ասենք, որ դա ենք տեսնում, որ շատ հաճախ տարիներով լրիվ նույն իրավիճակն է լինում, այսինքն դա ինչ է, դա ճիշտ բուժման ու ճիշտ վարման արդյունք է, որ այդ մարդիկ տարիներով ռեմիսիայի մեջ են լինում, գանգատներ էլ որպես այդպեսին չեն ունենում, այնպես որ եթե ճիշտ վերաբերվել հիվանդությանը, միանշանակ են, որ կարելի է դա ոչ մի ձև կյանքի որակին չի անդրադառնա ու այդ մարդիկ ապրեն այնպես, ինչպես որ ապրում։ Սովորական մարդիկ, հա։ Այս տեղից ուզում եմ սենց սահուն անցնենք նևրոզների, որովհետև շատ ժամանակ հիմա այս եթերը կնայինք, ասեն վայ ձեռքերս թմրում են, վայ ոտքերս ցավում են, գնանք առանք MRT անենք, գնանք նյարդաբանի մոտ, հանկարծ մենք ցրված սկլերոզ չունենանք։ Շատ ժամանակ այդտենց գանգատներով ձեզ մոտ գալիս են, չէ՞, օրինակ մատերի թմրացություն, ծակծկոց, անհանգիստ, գլխապտույտ, գլխացավ գալիս են, բժիշկ ջան, վсё Եմ որ սա պատա։ Հենց չէ, երիտասարդ աղջիկը հենց Սարգիսի կլինիկայի պացիենտներից, որ բան ասում ենք հանգիստ եղեք էլի հոգեբանորեն ինչքան MRT հետազոտություն այդ մարդուն անցած օգնեց, որովհետև ինքը ես այդ աղջկան որ հա ասել եք դուք համոզում էի որ մի գնա MRT հա ու ինքն էլ ասում դոկտորը ինձ ասաց որ սա նևրոզ է, բայց դե ես եկա որ ես հաստատ ուռուցք չունենամ էլի չունեմ ես բայց կարևորը է Շուշանիկ բայց թերապևտիկ MRT հա ու ինչքան հանգիստ է աղջիկը գնաց մենք ես ու դոկտոր Մերին ասում ենք վերցրեք ես դիսկը կգնաք մի հատ էլ դուք կնայեք ոչ մի բան չունեք ու հոգեբանորեն ինչքան իր մոտ սենց հանգստացավ ինքը այն մտքից բայց դուք վրա վերցրու եթե դու անընդհատ մտածես օրինակ ես պահիտակ մտածում եի որ անընդհատ իմ գլխում մակրոադենոմա է իրոք Սարգիս ջան գեր հոգնած էի մտածում եի մակրոադենոմա գանգատները լրիվ հետ էր այսքան այս հատվածում ցավ աչքերս ցավում էր այդտեղ ծանրություն ասի մի հատ MRT անեմ աստված ջան մենակ մակրոադենոմա չլինի որովհետև դու կլինիկորեն այնքան վատ բաներ ես տեսնում արդեն մի անգամից ոնց որ մտածում ես ահա կարա հա
սպեկտրը չէ, նևրոզները, որ չգիտեմ։ Բարգել է, ուղղակի սֆենոիդի տեր մոտը, ոնց որ սա բորբոքված էր էլի, ես ասցի լավ, ու չբուժեցի էլ այդ սֆենոիդի ինքն իրան անցա, ուղղակի ես հոգեբանորեն հանգստացա, որ իմ մոտ մակրոադենոմա չի։ Հիմա նույն այդ աղջիկը ուզեցել է գա անցնի, տեսնի, որ գլխում ուռուցք չկա։ Շնորհակալ եմ, չէ՞, մեզնից Ու իմիջիալը այնքան հաճելի էր տենց պացիենտների հետ աշխատել։ Շնորհակալ եմ ձեզ, բայց գալով մեզ մոտ ասում են լավ, մենք MRT-ն անցանք, մեր գլխում բան չկա, բայց գլուխս ինչի է ցավում։ Դրա համար, հա, ճիշտ է, Փորձում ես բացատրել, որ կան առաջնային հենց տիպի գլխացավերը, նույն միգրենային տիպի գլխացավ, լարվածության տիպի գլխացավ, որևէ օրգանական փոփոխություն կառուցվածքային MRT-ով չես հայտնաբերում, սակայն ունենում ես ախտորոշում եւ որոնք դեղորայքային միջամտությամբ կարող ես հեշտությամբ լուծել այդ մարդու կանգատները։ Եկեք այս նևրոզների ու գլխացավերի ֆոնին նշենք նաև որ նեյրոկլինիկում կա հոգեբանի սենյակ։ Իդեպ մի հատ պահ պատմեմ, որ ինձ շատ է դուր գալիս նեյրոկլինիկում այդ պահը, այնտեղ սենյակները Գերմանիայի քաղաքների անուններով են։ Ինձ խիլիան չես կանչում այդ կլինիկա, ես էլ տեսնեմ այդ կլինիկան։ Իզոլացրել ես այս մարդու հետ ես մենակ աշխատում։ Հենց պատասխանա պետք է լինում ես եմ գրում հետ։ Իրականում սենյակների անվանումները մտքային էր եւ օրինակ Համբուրգում ամենալավը զարգացած է էպիլեպսիան, հա, որպես կենտրոն ռեֆերենս կենտրոն հիշողությունների համար Գյոթինգեն է եւ կախված դրանից ընտրել ենք այդ սենյակների անվանումը։ Էդ էլ է մտածված, իսկ դու ասում ես ուղղակի Գերմանիայի քաղաքների անունով։ Իրականում այն թիմը, որտեղ նշեցի հավաքված են նեյրոկլինիկում, ես ինքս բծախնդիր անձնավորություն։ Մենք զգացել ենք դա, շնորհակալ ենք։ Ինչ վերաբերվում է առողջությանը, եւ հավաքված են այնպիսի մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են իրենց գործում, մինչեւ կլինիկան բացվելը դիմում են շատ մարդիկ, իմ ծանոթն է, իմ ընկերն է, փորձենք աշխատանքի տեղավորել ենք, միանշանակ մեժում է։ Եվ թիմը ձևավորվել է այն սկզբունքով, որ արդյոք ես իմ ընտանիքի հարազատներին կվստահեմ այդ մասնագետներին, թե չէ։ Ինչ կարևոր բան ասեցի։ Նաև այդ մեր համագործակցությունը կային բազմաթիվ MRT կլինիկաներ, ես նախապատվությունը տվեցի հենց ձեզ առաջին։ Կապ չունի որ մենք շուտվանից իրար ճանաչել։ Դու չես ճանաչել, դու ես ճանաչել, ես չեմ ճանաչել։ Իրականում այդտեղ այդ ընտրության հարցում կարևոր է պրոֆեսիոնալիզմը, որ ինձ համար շատ կարևոր թիմում լինեն պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց հետ կարելի է զրուցել, քննարկել յուրաքանչյուր դեպք։ Երկրորդը MRT սարքը, որը 3 տեսլա MRT-ն է եւ բավականին մատչելի, եւ այդ ինտերդիսցիպլինար քննարկումը միասին, որ Շուշանը իր ժամանակը բավականին զբաղված է, ժամանակ է գտնում 1-2 անգամ գալու նեյրոկլինիկ յուրաքանչյուր кейս, որոնք քիչ չեն, փորձելով 1-2 ժամ տրամադրել եւ յուրաքանչյուր кейս քննարկել։ Թենիս է խաղում։ Գիտի։ Գիտես։ Թենիս էլ է դարձնում։ Մարդը թենիս է խաղում առողջ ապրելակերպով զբաղված, ինչ որ Սպորտը շատ կարևոր է, ասեք դոկտոր Նյարդաբան ինչքան կարևոր է։ ասեք դոկտոր Նյարդաբան։ Հա, ինչ էի ուզում ասեի, որ նեյրոկլինիկում բորդը միայն Նյարդաբանի ու ռադիոլոգի մեջ չի կայանում, այլ իրանց բոլոր բժիշկները, սրտաբանը, հոգեբանը, ամբողջ թիմը մասնակցում է այդ քննարկումներին, պացիենտով զբաղվում է ամբողջ թիմը, օրինակ կարա պացիենտը ունենա, չգիտեմ, նյարդային ծագման ինչ-որ ուռուցք, որը պարտադիր բացի հիմնական բուժումներից աշխատում է նաև հոգեբանի հետ ու հոգեբանն էլ ակտիվ է ամեն ինչին մասնակցում ու խոսանք նաև նրա մասին, որ իրանք ունեն վերականգնողական թերապիա։ Այ դոկտոր ջան, պատմեք ձեր վերականգնողական թերապիայի մասին։ Կարևոր մաս է, քանի որ Նյարդաբանի հաջողությունը կախված է թիմային աշխատանքից, այսինքն ունենալով ախտորոշում, դա կլինի հետինսուլտային վիճակները, վերջույթների թուլությունը կամ Պարկինսոնի հիվանդությունը, շարժողական խանգարումները, հետվիրահատական վիճակները, նույն պարանոցային ջողվածքներից հետո առաջ է լինում թիմային մոտեցում, վերականգնողաբան, կինեզոլոգ, լոգոպեդ, էրգոթերապևտ։ Այդ բոլոր ծառայությունները կան։ Բոլոր ծառայությունները կան, իրականում հենց նպատակը դա էր մեկ տանիքի տակ ունենալ նյարդաբանական բոլոր հետազոտությունները եւ հարակից մասնագիտությունները, որպեսզի մաքսիմալ ապահովես ճշգրիտ ախտորոշում եւ բուժում։ Այլ սրտաբանական ծառայությունը գալիս են, ասում սրտաբանական նեյրոկլինիկին ինչի անհրաժեշտ սրտաբանական ծառայություն, քանի որ կան հիվանդություններ, որոնք եւ նյարդաբանական հիվանդությունները շատ հաճախ կապված են այլ օրգան համակարգերի հետ, օրինակ գլխուղեղի կաթվածի պատճառը 30% հանդիսանում է Սարքերակային ճնշման։ Ոչ միայն, այլ սրտաբանական խնդրին շողացող առիթմիային։
Այո, այդ շողացումների ֆոնին ինսուլտ ունենք առաջնային պրոֆիլակտիկա, այնպես անել, որ ինսուլտ չզարգանա, եւ երկրորդային պրոֆիլակտիկա, երբ մարդը գալիս է արդեն ինսուլտ գրած, այդտեղ պետք է տարբերակիչ ախտորոշում պատճառագիտության մեջ կատարես, որպեսզի հասկանաս դա միկրոանգիոպաթիկ, այսինքն մանր անոթներով պայմանավորված կաթված է, կարդիոգեն, շողացող արիթմիան նույն, թե խոշոր անոթներում ունես փոփոխություններ, ստենոզներ եւ դա է պատճառը, այսինքն դրանից է կախված։ Այդ ենք մենք բազմիցս առնչվում, երբ որ ինսուլտը մենք մեր աչքով հասկանում ենք, որ դա հենց շողացման ֆոնին բնորոշ է ու իրենց Կամ գալիս է պացիենտ, եւ որը ունեցել է գիտակցության կորուստ, շարժողական ֆենոմեններով, պետք է տարբերակել դա ունի սրտային պատճառ, թե օրինակ էպիլեպտիկ թե էպիլեպտիկ ցնցում է, նեյրոկլինիկը ունի այդ ամբողջ։ Հետո հարմար է էլի մի կենտրոնում, ոնց որ դու միանգամից էլ չես ուղարկում կարդիոլոգ ստեղ։ Մի հատ բան հիշեցի, իմ հարազատ քույրիկը ուրեմն գինեկոլոգ է ու ամեն անգամ երբ որ ես գնում եմ նեյրոկլինիկ, նո երբ որ ասում եմ նեյրոկլինիկում եմ հեսա կգամ, միշտ ամեն անգամ ասում եմ նեյրոկլինիկում դեռ պետք չի։ Դոկտոր Սարգիս, պատմեք այն ամենահետաքրքիր кейսը այս վերջի անգամ, որը որ մենք ունեցանք ու Այ դոկտոր Սարգիսի кейսերը են, որ ամեն մեկը հետաքրքիր են։ Շատ դեպքեր ունենք հետաքրքիր, սակայն Մեկը պատմեք։ Մեկը, որը բավականին հազվադեպ հանդիպող հիվանդություն է, աուտոիմուն էնցեֆալիտ, այսինքն իմունային համակարգը վնասում է ուղեղի բջիջները եւ տվյալ բուժառուն նեյրոկլինիկ էր դիմել տետրապարեզով, այսինքն 4 վերջույթները չէր շարժում, խոսք չկար, գրեթե բոլոր նյարդաբանական կենտրոններում հանրապետության բուժվել էր, ախտորոշում չկար, որոշում կայացրեց չհանձնվել, վերանայել ախտորոշումը, կատարվեց մի շարք հետազոտություններ եւ հայտնաբերվեց GAD65 էնցեֆալիտ, որը ամբողջ աշխարհում հազվադեպ հանդիպող ուղեղաբորբ է եւ տվյալ բուժառուն ստանալով ճիշտ թերապիա կատարվեց պլազմոֆերեզ, դա արունը մաքրելու մեթոդ է, որպեսզի հեռուստադիտողը պատկերացում ունենա, այնուհետև իմունային թերապիա եւ վերականգնողական թիմի շնորհիվ տվյալ մարդը շարունակում է իր կյանքը լիովին առողջ, շարժվելով բոլոր վերջույթները, խոսելով Բայց նենց եմ հիանում կլինիսիստի աշխատանքից հասկանան մեր դիտորդները, հետևորդները, այդ մի այնպիսի кейս էր, երբ որ այդ պացիենտը տարբեր կլինիկաներ դիմել էր, տարբեր ախտորոշումներ ուներ, չուներ վերջնական ախտորոշում, ոչ մեկ չէր հասկանում այս մարդու հետ ինչա կատարվում, իսկ այսօրվա օրով մենք ունենք շատ լավ դինամիկա, արդյունք, որը որ շատ կարևոր է։ Էլի հիշեցի տենց кейսեր, նույն է նեյրոսարկոիդոզը։ Խնդրում եմ, մեր եթերը չի հերիքի հասկանում, ես Սարգիսի кейսերին է, որ մի անգամ էլ ձեզ կկանչենք Սարգիսը։ Հա, որովհետև իրոք ձեր кейսերը մենք հաղորդումը չենք վերջացնի, էլի։ Եթե չեք օգնել, եթե մենք չենք օգնել։ Գլխացավանք չեմ ձեր համար, կարամ մնամ, եթե չէ, կարամ գնամ Գերմանիա։ Այսինքն էլ կյանքում անում էլի, մեր իջա մի հատ кейս կա, մի հատ բան է, չգիտեմ, ջայլ աղջիկ կա, որը չգիտեմ։ Չէ, բայց առավելությունը կայանում է նրանում, որ քննարկում, որտեվ անընդհատ Շուշանին զանգում եմ։ Երևի Երևի իմ համարը տեսնում ասում էլի զանգեց, ուրեմն մի խնդիր կա, բայց առավելությունը կայանում է նրանում, որ եթե Շուշան ինչ-որ բանի վստահ չի, քննարկում է նաև այլ մնացած ռադիոլոգների հետ։ Կամ ինչպես մերին ասում ասել, մենք բռունցք ենք։ Կամ ասում է, գիտես ինչ, նայել ենք, քննարկել ենք, չգիտենք ինչա, ես իմանում եմ իմ անելիքը եւ ունենք հնարավորություն նաև այդ MRT պատկերները ուղարկել Շարետի համալսարանական կլինիկա։ Որովհետև ասեմ, այլ գործընկերներին եւ ստանալ բուժառուի համար ճիշտ պատասխան։ Ամեն ինչ անում են բուժառուի համար։ Երբեմն այնքան հազվագյուտ кейսի հետ կարանք գործ ունենանք, որը որ մենք չենք տեսել, ես էլ նայեմ, մերին էլ նայի ու դրա կարիքն էլ լինի, որ Շարիտեի մեջ գոլեգաներն դրա համար շատ կարևոր է նայել իրար աչքերին, միասին քննարկել, որտեղ այստեղ չի գնում խոսքը, մենք ով ավելի լավ գիտի, ով ավելի քիչ գիտի, հա։ Այլ այստեղ շահելու է տվյալ բուժառուն, որը վստահել է իր ամենաթանկը, առողջությունը մեզ եւ մենք պետք է պատվով, ազնիվ, աչքերի մեջ նայելով փորձենք գտնել որ Սարգիսը էլի կգա ու մեր հետևորդները հաստատ կունենան հարցեր սկսված գլխած հավերից, նևրոզներից մինչև այն ամենալուրջ հազվագյուտ պաթոլոգիաներ։ Նևրոզը Այ դու պատրաստվի լավ դու պատրաստվի որտեվ ոնց դու ես մեզ զանգում անընդհատ ձեր պացիենտներով անհանգստացնում տենց էլ մենք մեր հարցերով քեզ ենք անհանգստացնելու մյուս թողարկումների ժամանակ շատ շնորհակալություն ձեզ ես էլ եմ շնորհակալ անդիր զրույցի ուղղակի հա Ունենում են չէ բժիշկները իրանց սիրելի բժիշկները Սարգիսը իմ սիրելի նյարդաբանն է երբեք չեմ հոգնել Իմ սիրելի նյարդաբանը իմ մաման ա կներեք ոնց որ Սարգիս ջան դու երկրորդ տեղում ես Մեր մաման նույնպես նյարդաբան Շատ շնորհակալություն Ձեզ եմ շնորհակալ
Իսկ մենք հիշենք, որ MRT podcast-ի գլխավոր գործընկերը MRT կլինիկն է։